Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել է 1188 թվականին եւ Աղթալայի վանքը կառուցել է Մարիամ իշխանուհի Յուրիկե թագավորի դուստրը։ Սա նույն Մարիամ իշխանուհին է, ով կառուցել է նաեւ Հաղպատավանքի Դավիթը եւ Քոբայրավանքը իր ազգակից ռուսական իշխանուհու հետ։ 1205 թվականին Իվանես Զաքարյանը այս եկեղեցին վերցնելով հայ առաքելական եկեղեցու հետևորդներին նվիրում է հայ քաղաքեդոնական համայնքին կամ ուղղափառ հայերին։ Ես սկսում եմ վանքի որմնանկարների նկարազարդման աշխատանքները։ Սա միակ վանքն է ամբողջ Կովկասում, որտեղ պահպանվել է 960 քառակուսի մետր որմնանկարներ, որոնք 800 տարվա ընթացքում երբևէ չեն վերանորոգվել։ Այստեղ աշխատել են 8 վարպետներ, միայն երկուսի անունն է հայտնի՝ Հովսեփ եւ Գևորգ։ Մնացած 6-ի մասին տեղեկություն չունենք։ 16-րդ դարում վրացական թագավորությունը գրավել է Լորվա մարզը եւ այս եկեղեցին բռնի կերպով նվիրել են վրաց ուղղափառ եկեղեցին։ 1801 թվականին Ալեքսանդր I կայսրը պաշտոնապես այս եկեղեցին նվիրում է հույներին եւ այս եկեղեցին դառնում է հույների կենտրոնը ամբողջ Կովկասում։ Ինչու հույների։ Որովհետեւ հույները 1762 թվականին Արևմտյան Հայաստանից եւ Պոնտոսից հաստատվում են Թումանյանի աշխարհում, այսինքն Վանաձորից այն կողմ սկսվում է Լորվա ձորը։ Վանաձորը չի համարվում Լորվա ձոր։ Լորին սկսում է Վանաձորից այս կողմ, այսինքն Վահագնի, Դսեղ, հետո Ալավերդի, Օձուն, այդ մասն է, եւ Աղթալա, Շնող, Ճոճկան, եւ հույները հաստատվում են այս բնակավայրերում, Ալավերդի, Մադան, Աղթալա, Շամրուխ, որտեղ այս բնակավայրերը հարուստ են պղնձով։ Եվ հույները լավ մասնագետներ էին պղնձի եւ էժան աշխատուժ էին։ Ուրեմն Աղթալա բնակավայրի անունը դա հայկական չի, դա թուրքական է։ Եվ թուրքերը, երբ որ 18-րդ դարի երկրորդ կեսից մտել են Աղթալա, պղնձի թափոնները տեսելով ասել են ահա Աղթալան, որը թարգմանաբար նշանակում է սպիտակ դաշտ կամ սպիտակ բացատ։ Իսկ բնակավայրի պատմական անունը կոչվում է Պղնձահանք։ Եվ այս մասին մեզ տեղեկություն է տալիս Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյան պատմիչները։ 1903-ից 1917 թվականներին վանքը անցնում է ռուսների ձեռքը։ Շատ կարճ է տևում, 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո վանքը աստիճանաբար սկսում է չգործել, հասկանալի պատճառներով։ Խորհրդային միության տարիներին վանքում երբեք մարդկանց հավատացյալների հոսքը չի կանգնել, ի տարբերություն հայաստանյաց մյուս եկեղեցիների, բայց դա հայերի շնորհքը չի, դա հույների շնորհքն է։ Որովհետև ցեղասպանությունից հետո հայերը հույները երկրորդ գաղթ են ունենում Աղթալա, Էրզրումը փախչում է Շնորհ ու Շնորհում է բարձրանում են վանքի, վանքը սկսում են ցեղասպանությունից ապրել։ Եվ հույների շնորհքն է, որ այստեղ հավատքը մնացել է, մկրտությունները արել են, մատաղն են արել եւ ինչքան կարողացել են հավատքը պահել այդ 70 ծանր տարիների ընթացքում։ Խորհրդային միությունից հետո վանքը անցել է իր պատմական իրավատիրոջ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն 2001 թվականին է իրավաբանորեն կառույցը հանձնել մայրաթորին։ Իսկ առաջին վանահայրը, որ պիտի մնայուն ապրեր համայնքում եւ 7-8 համայնքները հովիվ լիներ, նշանակվել է 2010-ին։ Մնացած շրջաններում այցելու հոգեվորականներ էին գալիս Աղբատից, Վանաձորից, Նոյեմբերյանից, Ալավերդից։ Ես երկրորդ վանահայրն եմ, որ ծառայում եմ Աղթալայում 2016-ից եւ դեռ ամենաերկարն եմ։ Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքը Աստվածամոր անունը կրող ամենամեծ վանքն է Կովկասում։ Եվ դուք տեսնում եք, որ Աստվածամոր դեմքը չկա։ 14-րդ դարում այստեղ է եկել Լենգ Թեմուրը, երբ որ Լենգ Թեմուրը մտել է վան, տեսել է, որ վանքում մարդ չկա։ Եվ երեխայի լացի ձայնը լսել։ Իրեն թվացել է, որ վանքը լաց է լինում իր մեղքերի պատճառով, բայց չկար այդպես։ Երկրորդ լացից հասկանում է, որ արևելյան պատերի ներսում թաքստոց կա, մարդիկ թաքնվել են։ Վանքը մինչև այսօր ունի թաքստոց, գաղտնուղի, գաղտնարան եւ մեջը գաղտնի եկեղեցի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեջը։ Ինքը փորձել է դուռը գտնել, չի կարողացել, բարկացել է եւ հրամայել է ոչնչացնել։
Ներքևի տեսարանը սուրբ հաղորդությունն է, Քրիստոսի մարմինը այգին է բաշխում առաքյալներին, աջ կողմը սուրբ Պողոսն է, ձախ կողմը սուրբ Պետրոսն է։ Ներքևում պատկերված են 25 հայրապետները ընդհանրական եկեղեցու, առաջինից 5-րդ դարեր։ Սուրբ Անդրեաս առաքյալը, Հակոբոս Տիար եղբայրը, Հակոբ Խծնահայրապետը, սուրբ Սիլվեստրոսը, սուրբ Կլեմենտը, Դիոնիսիոս Արիոպագացին, սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Աստվածաբանը, Բարսեղ Կեսարացին, Հովան Ոսկեբերանը եւ այլն։ Հյուսիսային հարավային պատերը ներկայացնում են ձեզ ավետարանական տեսարանը։ Բացի առաջին շարքից 6 սրբերն են 4-ից 5-րդ դարեր, երկրորդ շարքը ձախից Աննա, Կայաֆը քահանայապետները դատում են Քրիստոսին, մեջտեղում Պիղատոսն են ձեռքերը լվանում, վերջին տեսարանը Քրիստոս ձերբակալված գնում է խաչի մոտ։ Պատուհանների մեջտեղում Սուրբ Սիմեոն Սյունյակի 14-րդ դար, իսկ վերևում ամբողջ սյուժեն նվիրված է Աստվածամորը։ Դա ինչ է? Աստվածամոր ծնունդն է, ընծայումն է եւ ննջումն է։ Հարավայինը 7 սրբերն են 7-րդ դարի, երկրորդ շարքը ձախից Կայա Ըվան հրեշտակը յուղաբեկ կանանց հայտնում է, որ Քրիստոս հարություն է առել մեռելներից։ Մեջտեղում Քրիստոս քանդում է դժոխքի դռները, վերջին տեսարանը անհավատ Թովմասն է։ Այսօրվա հիշատակությունն է, որ շոշափում է մարմինը եւ ինչ է ասում Տերին եւ Աստվածին։ Պատուհանի մեջտեղում պատկերված է Սուրբ Դանիել Սյունյակյացը 7-րդ դար, իսկ վերևում ամբողջ կոմպոզիցիան կոչվում է Քրիստոսի ծնունդը։ Արևմտյան պատը կոչվում է Քրիստոսի երկրորդ գալուստը։ Վերևում Քրիստոսն է պատկերված, աջ կողմը Հովանես Մկրտիչն է, ձախ կողմը Մարիամ Աստվածածինն է։ Սա իկոնոգրաֆիայի մեջ կոչվում է վերջին բարեխոսություն այս տեսանը, որտեղ եկեղեցու երկու մեծագույն սրբերը Աստվածամայրը եւ Հովանես Մկրտիչը խնդրում են, որպեսզի Տերը ահեղ չդատի մարդկությանը։ Պատուհանների մեջտեղում խաչն է, Միքայել, Գաբրիել հրեշտակապետերն են, նրանց ոտքերին ծնկաճոտ պատկերված են Ադամը եւ Եվան։ Նրանք խնդրում են, որպեսզի Տերը ների իրեն։ Մեջտեղի տեսարանը հատված դրախտից Աստվածամայրը աղոթում է աշխարհի խաղաղության համար, աջ եւ ձախ կողմերը Միքայել, Գաբրիել հրեշտակապետերն են, ձախ կողմը Հայր Աբրահամն է նստած ձեռքի նախքան Ղազարոսը, Ղուկաս Ավետարանի 16-րդ գլուխը։ Աջ կողմում կտեսնեք Իսամեկ տղամարդ երիտասարդ խաչն է բռնում, սա այն ավազակն է, որ Քրիստոսի աջ կողմը խաչվեց եւ հավատաց, որ սա որդին է, Բարաբան իր աջ կողմը չի խաչվել։ Եվ ինչ ասեց Քրիստոսը. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այսօր երեկոյան դու ինձ հետ դրախտում կլինես։ Աջ կողմում Պետրոս առաքյալը բացում է դրախտի դռները եւ սրբերը հետևում են, ելի աջ ենք նայում, կտեսնենք դիմակներ կան անդեմ։ Սրանք մեղավոր մարդիկ են, ովքեր դժոխքում են, բայց ինչու դեմք չունեն, որտեղ մեղքը դեմք չունի։ Ձախ կողմում կտեսնեք ընդհանրական հարությունը։ Ներքևում դռնից աջ եւ ձախ պատկերված են սրբեր 3-3։ Սրանք ասորու եկեղեցու հայրերն են, ովքեր քրիստոնեությունը քարոզելով 7-րդ դարում հասել են մինչև Միջագետքից Հայաստան եւ Վրաստան։ Մեր վերջին տեսարանը Սեբաստիայի 40 մանուկներն են կամ զինվորներն են, պատմությունը լավ գիտեք։ Անկյունում, հեն այն անկյունում, այն Աղթալայի սուրբ Աստվածածին վանքը նաեւ գեղեցիկ ժողովրդական անվանումներ ունի տեղացիների կողմից։ Մեյրաման, Կամակատար, Ըղձակատար, Հաճկատար, Հաճոյակատար, Խնդրակատար բառերը ասոցացվում են Մուրազի հետ։ Ինչու՞։ Որովհետև այս եկեղեցին մինչև այսօր ուխտ են գալիս այն զույգերը, ովքեր երեխաներ չեն կարող ունենալ։ Այդ իսկ պատճառով մենք վանքի բակում տեղադրել ենք ամուսնական մատանիները, որոնք խորհրդանշում են ամուսինների կապը, երդումը, հավատարմությունը։ Նուրը խորհրդանշում է Աստվածամոր կուսությունը, պտղաբերությունը, օձը կարիճը Սաղմոս գրքի 85-րդ գլուխն է, եթե դու հավատքով քայլես, օձերը կարիճները քեզ խայթեն, դու չես մահա։ Իհարկե, արձանը դա ընդամենը։ Իսկ Աստված իր զորությունը հայտնում է այս վանքի միջոցում այն մարդկանց, ովքեր այստեղ գալիս են հավատարմորեն, ուխտաբար, խոնարհության եւ սիրո։ Հարցեր ունեք։